Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, բարի ուշ երեկո, դե ինչ շատ լավ հասկանում եմ, թերևս ամենասպասված ֆուտբոլային հանդիպումներից մեկն է, Իսպանիա-Պորտուգալիա, ինքս սիրով կնայի ու բնականաբար կարծում եմ մի քիչ դիտողականությունը քիչ ունի, բայց այնուամենայնիվ ես շուտերը կանեմ, հետո մարդիկ կդիտեն։ Երևի հասկացաք արդեն, օրվա top թեմայի մասին ենք խոսելու, Գագիկ Ծառուկյանի հետ կապված։ Եկեք մի քիչ հասկանանք, նախ տեսնենք ինչի համար ձերբակալեցին։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 22-ից 24 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն եւ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Մասնավորապես ըստ քրեական վարույթում առկա տվյալների Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ եւ ղեկավարմամբ գործող հանցավոր խմբի անդամները Իրան-Հայաստան առևտրային կապերը զարգացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձանց հետ ձեռք են բերել համապատասխան բառը շատ տեղին է, պայմանավորվածություններ, որոնց շրջանակում հիմնել են նաեւ համատեղ իրավաբանական անձին։ Այնուհետև Իրան-Հայաստան լոգիստիկ բեռնափոխադրման կապ ստեղծելու քողի ներքո, գործելով խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունում ձեռնարկատեր հանդիսացող մի շարք անձանց կողմից ղեկավարվող եւ այնտեղ գործունեություն ծավալող ընկերություններից ձեռք են բերել եւ Հայաստանի Հանրապետություն են ներմուծել 52 միավոր տրանսպորտային միջոցներ, տեխնիկաներ, վառելիք եւ տարբեր տեսակի ապրանքներ, ապա ներկրումները քողարկելով տնտեսական գործունեություն ծավալելու ձևական դրսևորումներով կեղծել են ներմուծման մաքսային հայտարարագրերը եւ պաշտոնական այլ փաստաթղթեր։ Նախապես առաջացած դիտավորությամբ հափշտակել են ընդհանուր 21 միլիոն 72827 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 8 միլիարդ 126 միլիոն 946460 դրամ արժողության գույքերը։ Այնուհետև հանցավոր խմբի անդամները նպատակ ունենալով օրինականացնել վերը նշված հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքերը դրանց հանցավոր ցակումը քողարկելու նպատակով ապրանքների հափշտակությունից հետո ՀՀ ներմուծման փաստաթղթերը կեղծելու դրանց մի մասը նաև կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարելու եղանակով քողարկել են խարդախությամբ հափշտակված տրանսպորտային միջոցների եւ մյուս ապրանքների հանցավոր ցակումը, փոխակերպել եւ վաճառքից առաջացած գումարը միախառնել են իրենց այլ եկամուտներին, թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի եւ դրամական միջոցների իրական ցակման բնույթը, դրանց տալով օրինական տեսք։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանն հանդիսանալով ՀՀ-ում պետական գրանցում ստացած ՍՊ ընկերության իրական շահառու վառելիքի ներկրմամբ եւ վաճառվող զբաղվող ՌԿ-ի հետ գալով նախնական հանցավոր համաձայնության կազմակերպել եւ ղեկավարել է վերջինիս կողմից վառելիքի ներկրման գործարքի շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ԵԻ-ից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով 934465 ԱՄՆ դոլար գումարի հափշտակությունը, որի արդյունքում առաջացած գումարները միախառնել է իր ղեկավարած ՍՊ ընկերության օրինական շրջանառությանը, այդպիսով քողարկելով եւ թաքցնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի եւ դրամական միջոցների իրական ցակման բնույթը, դրանց տալով օրինական տեսք։ Հանցանքների կատարումը վկայող փաստերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կազմակերպել է 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով երկու դրվագ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպել է հանցավոր խմբի անդամներից մեկի նկատմամբ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով երկու դրվագ եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով երկու դրվագ հանցավոր խմբի մյուս անդամի նկատմամբ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։ Առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքերի արդիվ գլխավոր վարչությունում քննվող 1 տասնյակից ավելի քրեական վարույթների նախաքննության շրջանակում 1 տասնյակից ավելի
ՀՀԱՑ, պետեկամուտների կոմիտե, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խոզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, առարկաներ, այդ թվում հափշտակված տրանսպորտային միջոցները։ Գագիկ Ծառուկյանը եւ հանցավոր խմբի եւս մեկ անգամ ձերբակալվել են դատարան ներկայացնելու նպատակով հանցավոր խմբի մյուս անդամի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Երևի տեսակ նաև, թե ինչպես էին այդ ապօրինի որսի տեսարանները, կենթանիներ եւ այլն առյուծներին անգամ տեղափոխեցին Երևանի կենթանաբանական այգի։ Մարդիկ կարծում են ինչու առյուծներին տեղափոխեցիք, ինչ կապ ունեն առյուծները։ Իսկ ես կարծում եմ կապ ունեն գոնե այնքանով, որ տերը կարող կալանավորվի, բնական է առյուծներին տիրություն անող պետք է ինչի վրա վստահ լինենք ումն է։ Կարող է մարդացնել հա իմնա տերը, ես եմ ասել դե որ տերը դու կալանավորում ես, այս առյուծները սոված չես ատելու։ Բայց այն մյուս կադրերը, որսերից տարբեր ապօրինի որսերից մնացած ինձ իսկապես սարսափեցրեց արդեն, որովհետև ու նայում ես, ասում ես, բա իհարկե կսիրեն Հայաստանը այնպիսին, ինչպիսին որ իրենցն է եղել։ Իհարկե, իրանք գիտեն, որ իրանք հայրենասեր են, իրանք գիտեն, որ իրանք սիրում են ապօրինություն անել մի երկրում, որտեղ որ իրանք եղել են ցած օրենքից վեր, պետությունից վեր, բա իհարկե, կերազեն իհարկե այդ Հայաստանի վերադարձը, բա ինչ պիտի անեն։ Պիտի երազեն, բա փրկենք, բա թե չէ ինչա, չենք կարողանում ապօրինի մի բան անենք։ Հիմա նայեք, ցանկացած այդ ժամանակները հարստացած մարդու, այն որ անընդհատ ասում ենք, նա եկեք պատմեք, ոնց եք հարստացել, երիտասարդները թող ոգևորվեն, իրենք էլ այդ ճանապարհներով անցնեն, գնան, դառնան խոշոր բիզնեսմեններ, բան, ասում են, չէ, չենք կարող գալ, էլի։ Դա հենց դրա մասին է, որ չեք կարող գալ, որովհետև ձեր հարստությունը, ձեր ժամանակներում, ասենք ոնց եք պատկերացնում, Քոչարյանի ժամանակ այս ապօրինությունները կձերբակալվեր, թե չէ ապօրինություն անողը, ոչ, հատկատը կտեր կասներ առաջ, նույնը Սերժի ժամանակ, բայց այստեղ ինչի վրա պետք է շեշտը դնել, 22-ից 24 թվականներին, այսինքն վաղեմության մասին խոսք չի կարող լինել։ Այո, նախկինում եւս բազմաթիվ ապօրինություններ եղել են, վստահաբար ԱԱԾ տվյալներ ունի, բայց գործեր կան վաղեմության ժամկետները անցած կլինեն, չարժի այդտեղ խորանալ երևի, չնայած ապօրինի գույքը բանը կարելի է հետ վերադարձնել, օրինակ մի ժամանակ ես հիշում եմ լուրեր տարածվեցին, որ Հատիս սարը բանը 11 դրամով է սեփականաշնորհել, օրինակ ես ասենք դրա համար էլ վրան երևի արձաներ ուզում դնել Հիսուս Քրիստոսի, բայց ինչ կանի 11 դրամով ասենք ինչքան են հարգել հողը, էլի կարգավիճակը, պետությանը պատկանող հողը, որ հլոետի լավ է, տեղեր կա 3-4 դրամով են սեփականաշնորհել, 3 դրամով են սեփականաշնորհել, որովհետև իրանք ժամանակներն է եղել։ Ու հիմա իրենց համար այո ամեն ինչ խառնված է իրար, չեն կարողանում, միտեղ զանգում են ուզում են ապօրինություն անեն, ասում են չի լինի, ախր չենք կարող, կամ մեկը անում է, մյուսը չի անում։ Բա խառնա, պարակտել են, այո, պարակ, բա ինչ պիտի լինեն, ասենք, ինչ է կարծես, կոչ արվել 18-ից հետո, որքան էլ դժվար է ժողովրդի համար դա ընդունելը, բայց դες կոչ արվել վերադառնալ օրինականության դաշտ։ Ու ասենք, ինչ ապօրինի է վերադարձնել պետությանը, ինչու՞ չէ շարունակել արդեն օրինական ձևով աշխատել, չեք լսել, հիմա բա պիտի պատասխանատվության են, բա կարող է այտենց ջեբները դրած ձեր համար ֆրֆրակ։ Բայց բոլորս ենք հասկանում, որ սա միայն դեռ սկիզբն է, այսբերգի երևացող մասերն են, որովհետև կան այնպիսի թաքնված կապիկներ, չեք պատկերացնի ժողովուրդ ջան, նույն բանալի Միրանի հարազատները, տարածքները սեփականաշնորհում շենքեր են սարքում, փող են գրքում չրկում, մյուսները, խոսքով, ամեն մեկը դեռ շարունակում է իրեն լավ զգալ։ Թող զգան, եթե օրինականության դաշտում է, բայց ավել պակասել չխոսեն, որովհետև այո, այ հանրությանը հենց դա էր հիասթափեցնում, որ կան արտոնյաններ ու կան մարդիկ, ովքեր որ իրանց, ասենք, համարում են օրենքից վեր, ու դա վիրավորում է սովորական քաղաքացուն։ Գիտեք, անկեղծ լինեմ, ես հարգում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հաջողակ բիզնեսմեն են, այսինքն պետությունը, մեր պետությունը, ցանկացած պետություն, մերը չէ։ Հիմնական դոմինանտները մեծ հարուստներ են, այն հարկ վճարողները, մեծ հարկեր վճարողները իրենք են, այսինքն տնտեսությունը մեծ հաշվով կախված է այդպիսի մարդկանցից, ու ինչքան շատ լինեն այդպիսի մարդիկ, այնքան լավ, բայց դա պիտի լինի օրինականության շրջանակներում։ Բայց դուք այնքան եք գրպել ու չրպել, որ հանրության մեջ բացասական հարգանքի փոխարեն բացասական վերաբերմունք կա ձեր հանդեպ։ Էլ ահի ու վախի մտնոլորտում պահելը բա։ Հիմա գանք մի հատ Արարատ ցեմենտին, որովհետև տարբեր կադրեր էինք տեսնում, որ լրագրող էր ինչ-որ մոտենում էր որոշ քաղաքացիներին, սրանք էլ բողոքում էին, թե բա այս ինչ չեք անում, բա համար, բա մի ոնց ենք աշխատելու։
Արա ցեմենտի աշխատակիցներին ասում, դուք հանգիստ եղեք, եթե դուք մասնակից չեք ապօրինությունների, ձեր աշխատանքը բնականաբար չեք կորցնի։ Սա խլխլոցի չի, սա պետության ներգործությունն է, ու դրա համար պետք է ուրախ լինել միայն, որովհետև պետությունը որ փորձում է կայունացնել իր տնտեսությունը ու բերել հարկային դաշտ։ Վստահ եմ պարզապես, որ եթե ինչ-որ բան անհրաժեշտություն առաջանա, նախ պետությունը հանգիստ կկարողանա կառավարել Արա ցեմենտը, մինչև որս հնարավոր է կոնցեսիոն կառավարման հանձնի որևիցե մեկին, եթե դրա պահանջը լինի։ Աշխատակիցները ինչից էին բան լինում, դեռ խառնվել իրար, չգիտեմ։ Ասենք օրինակ, այսպեսի բան կա, նայեք, ու նման մտածելակերպը իսկապես շատ վտանգավոր է, էլի, մեկը ինձ համար ես չեմ հասկանում sense մարդկանց, իսկապես չեմ հասկանում։ Կներեք, ասենք օրինակ, եկեք մտնայինք մեր ընկերոջը, մեր քաղաքացին է, ուրիշ մարդ չի։ Ասում է, Փաշինյանին ընտրել ենք, Փաշինյանին ենք ընտրել, որ այսօր գործարանը փակեն 500 հոգով մնանք փողոցում, կոնյակի գործարանի աշխատակից այս մարդը։ Եղբայր, ասենք ինչ կապ ունի դու ում ես ընտրել։ Դու ուզում ես որ քո պետության մեջ բիզնեսը լինի ապօրինի, որ չմուծվեն պետությանը։ Դու ինչ ես ուզում։ Դու գիտես պետությունն ինչ է առհասարակ։ Դու գիտես որ պետությունը պահվում է ցանկացած բան այս պետության մեջ։ Քո թոշակից սկսած չեմ ուզում դեմքը ցույց տամ, որ չստացվի թիրախավորումը։ Վերջացած ես իմ ինչերից։ Վերջացած բանակից, վերջացած մյուսից, պետությունը պահվում է դրա վրա։ Դու ինչ ես ասում, ասում ես, բա չէ, ախպեր, ընտրել ենք քեզ արի աշխատի ես ապօրինության վրա, ասենք, դա պետություն է համարվում։ Բայց այդ դեպքում դրանով չես խրախուսում, օրինակ, ասենք, լավա չես ասում, ասես Փաշինյան ջան, կարաս դու էլ անօրինական ձևով արստացի այդպես բան։ Դա եք ուզում, ասենք, դրա կոչն եք անում։ Կամ Արման Աբովյան, Արման, մտել ժոպել մեկ եթերս ինչից ես նեղվել։ Այնտեղ մի հատ աչքովս ընկավ, մի հատ կազմակերպություն է։ Ներեցեք, էլի հելել են, էլի, սա քաղաքական, չգիտեմ, հետապնդում է, մենք կանգնած ենք ձեր կողքին, մի հատ Հայաստան, Արցախ հեմ, ասես մի հատ կառույց է, հա, մենք մինչև վերջ կանգնելու ենք նրա կողքին, ինչի կողքին, ապօրինության կողքին, քաղաքական, այո, քաղաքական ասպեկտ բնական է կա, որովհետև մարդընտրությունների մասնակցել է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ շատ լավ գիտակցելով է դա մասնակցել, որ ինչ-որ կերպ փրկվի, կողմեք դրան, բայց ասենք օրինակ մի արցախցիներին էս ամեն ինչը որ տրվում է, ինչի հաշվին է տրվում, ինչի հաշվին, հասկանում եք, որ դրա մուծողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, բայց այդ ինչ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, Ծառուկյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի կամ հակառակը։ Դե այնքան բաներ են եղել, Մանվել ջան, հա, Ղազագիր ստորագրելուց սկսած, բայց դա իրանց գործն է։ Ես խոսում եմ մի քիչ ուրիշ բանից։ Հետո մարդիկ են էլ բանը Ծառուկյանի բիզնեսները փակելով հազարավոր քաղաքացիներ կան գնում են իրենց ցեղային խնդիրների առաջ, չեն կանգնի։ Հանգիստ եղեք, չեն կանգնի։ Այդ բիզնեսները չի փակվում։ Երբ որ բիզնեսի տիրոջը ձերբակալում են ապօրինության համար, ինչի նշանակում բիզնեսը կփակվի։ Պետություն է։ Վստահ եղեք, ձեզանից ավելի հոգատար են այսօրվա դրությամբ ու ասենք մտածում են դրա մասին։ Բնական է, չէ՞ որ մտածում են, որ հիմա հազարավոր, բա 18 թվին երբ որ հեղափոխությունը եղավ, ինչի մի անգամից չասես, հեսա սաղին էլ ձերբակալում ենք նստենք։ Այլ ուրիշ հայտարարություն արվեց, որպեսզի տնտեսական կոլապս չլինի։ Հիմա կոնկրետ մանդատը տվել ասել են քաղաքական չի, մեզ չի հետաքրքրում, ընկեր ջան, սրանք են նախկիններն են, ովքեր ասում եք թալանչիներ են։ Ցույց տվեք, թուղթավոր թալանչիներ են, այսքան բան, դատանի վճիռ ցույց տվեք։ Հիմա տարել են վճիռը ցույց տալու, ինչ կա դրա մեջ, ինչը բան չի, ընկալելի չի։ Օ, քաղաքականն է։ Ու գիտեք, իմ կարծիքով նման խուլիգանների մասով շատ sense բան անելով, ինչ որ շատ կարևորում են նրանց։ Հույս ունենեմ դատարանները հաշվի կառնեն հանրության պահանջը ու հանկարծ ներս չի լինի, որ կալանքը որպես խափանման միջոց չընտրեն, որովհետև այս ամեն ինչը այո բավականին կայտարացրել է մեր հայրենակիցներին, մեր բնակիչներին, քաղաքացիներին, ինչպես ուզում եք նկարագրեք։ Որովհետև արդարության հոտ ենք ուզում առնենք մի քիչ։ Եկել է 21 միլիոնի փողերի լվացում է բան արած, ասում ենք նրա կողքին կանգնած ենք, տո լավ, բայց կառնեք, որովհետև աշկից մի հատ լվացքատուն էլ դուք եք եղել։ Նայում ես վերջի հրապարակումը տվյալ կազմակերպության 24 թվին է եղել։ Մեկ էլ հիմա հելան։ Աշկից դուք էլ եք գնալու գործի մեջ միտեղ կա, ձև չկա։ Ինչն եք պաշտպանում։
Ինչ է, լավ, ասենք գիտեք, ես հասկանում եմ անձնական հարաբերություններով, բայց մենք չեք տեսնում, որ մեր անձնական հարաբերությունների մեջ ինչ որ շատ ենք պետությունը ստորադասում։ Իսկ պետությունը ամեն ինչից է վեր, ամեն ինչից։ Եվ սա այո, հենց այդ բութ դաստիարակությունն է, որը լցրել է մեր ուղեղը ու դարձրել է մեզ այսպեսինը, որ մարդ կա հրապարակային կարա այդքան բան ասի, կամ մարդիկ։ Ու մարդիկ էլ լինեն, ասեն, հա, ճիշտ է ասում։ Գժանոց չի հո։ Եվ ոչ միայն Ծառուկյանը, այո, ոնց էր ասել Փաշինյանը, սիադուց վսի։ Ես մենակ սպասում եմ 99 թվի հոկտեմբերի 27 բացահայտվի, երբ կգա այդ օրը։ Ռաֆի ջան, կներես իմ պեսիմիստության համար, բայց ինձ թվում է այդ օրը չի գա։ Չի գա ոչ թե որովհետև ցանկությունը չկա դրա, այլ որովհետև պատկերացրու օրինակ դու քննիչ ես։ Քեզ ասում են քննի այդ գործը, ասում ես ինչ ունենք ձեռքի տակ։ Վկաները սպանված են, չգիտենք ով, չգիտենք, հա, նես գիտենք, բայց իրավական հիմնավորում չկա։ Բանա իրական կազմակերպիչների էլի մասով։ Չնայած ինքան խոստովանականներով ահագին հանդես եկել են։ Փամփուշտներ փոխած են, մյուս փոխած դրսի արտաքին ուժեր եւ այլն, որը արդեն գլոբալ քաղաքականություն է տանում։ Այդ գործը չնայած որ կարծեմ ինչ որ բաներ, չէ, առանձին բանով էլի վերաբացման հարցը կար, բայց միևնույնն է, ես մի քիչ ուտեղ այդքան էլ լավատես չեմ։ Ես անգամ եթե մարտի 1-ը գոնե բանարվի, վերջնականացվի ու գնահատականը տրվի ու մեղավորները դատվեն, ես արդեն այսպես գող կլինեմ։ Իսկ հոկտեմբերի 27-ը մի քիչ իհարկե շատ կցանկանայի, բայց չեմ կարծում թե այդտեղ հնարավոր կլինի ամբողջովին բացել, կարող է ինչ որ բաներ լինի։ Ամեն մեկի տակ բացես քրեական օրենսգիրքը, Ռաֆի ջան, քրեական օրենսգիրքը բացես, կարդաս։ Քեզ կթվա դրանց կենսագրություններն ես կարդում։ Սա չի կարելիները արել են, հասկանում եք, բայց բաղեմության ժամկետների հարցը կամ մյուսը։ Դենա, բանը այնուս կաշառակերից էլ է Սերժ Սարգսյանից էլ էլի բանա պահանջվում։ Լղոզեցին գնաց։ Հիմա մտնում ես Տելեգրամյան հալիքները, դրանց լրագրողները ոնց որ թե այտենց բան ոչ տեսել են, ոչ լսել։ Մի բառ տար չկա գրած իրանց կանալներով, չկա այտենց բան։ Հասկանում եք, կոչվում են, բայց այ ԿՊ-ից մեկը միամիտ մի հատ բան ասի, ոնց կլցնեն, ծնգոցի ցարգիշեր չենք քնի։ Տալանչիներ, բա պետության ղեկավարը կերել արա։ Ոչ բարով։ Սա է եղել ձեր վերաբերմունքը մեր պետության, սա չի եղել ձեր վերաբերմունքը մեր պետությանը։ Եվ իմիջայլոց շատերն ասում են, բա թողեն ժամանակ փակել, չէ, միջև ընտրությունները, չէ, միջև ընտրությունները բնականաբար չեր անի, ես Փաշինյանին մի քիչ կոպիտ ասեմ, ուղնուցուցով եմ, էլի այդ իմաստով ճանաչում ու հասկանում, նու բան ճանաչել ոչ թե անձնական ճանաչելու մասին է խոսքը, այլ այդ մարդու տեսակը։ Ինքը դա չէր անի, ինքը պիտի մաքուր կրեր, որ նոր կարողանար, որ նոր իրան թույլ տար բան աներ, բացառվում է։ Ու շատ ուրիշ ձև դա կընկալվեր նույն միջազգային հանրության կողմից, նրանք հենց դրան էլ տանում էին, ռուսները հենց դրան էլ տանում էին, ասեմ։ Իրաց պեշկեքին ուզում էին գցեն այդ փուրը, որ բան լինի, որ կարողանան հետո աշուն բանը, ասեն, տեսեք, արև մուտք է ես այս։ Հիմա հանցագործությունը բռնել են։ Դուրս են եկել սրանք Եվրամիության դեսպանին են դու ես իմ մոմենտ ինչ եք դիմում, դու գիտեք ինչ նրանք չգիտեն ով աստեղ։ Տենց եք մտածում։ Այն Հովիկ Աբրահամյանի պատմությունն էր ուժեղ պատմություն։ Թողնենք լավ։ Ինչ որ մի օր այդ սա անցյալ բաները կպատմենք ու դուք կտեսնեք ինչքան դա ցավալի է։ Այնքան ցավալի է, որ ուզում ես խնդաս, որ չցավա։ Հիմա տունը, հա, այդ պալատը Լուկաշենկո լավ ասեցիր, Ժաննա ջան։ Այդ տունը որ խուզարկում եք, ինձ թվում է հեսա Լուկաշենկոին կգտնեք, բայց ոնց որ չգտաք։ Հիմա ասեմ, այդ տան մեջ, ասենք մի ամիս որ խուզարկեք, հենա բոլորը խուզարկած չեք լինում, ոչ թե տենց ահռելի մեծ է, մենակ դրա այդ պատճառով, ոչ, որովհետև այնտեղ այնքան գաղտնի դռներ կա, այնքան գաղտնի դռներ։ MPDD-ի պատմությունը գիտեք, համարյա դրանից է տեղը։ Ու ոչ միայն այդտեղ։ Սա մեծ հարուստների տներն էլ տենց է։ Գնել ջան, բա ինչ կասես, որ Նիկոլ այդքան ռուս քլնգեց ու ոչ էլ շնորհավորին, բայց դրավ գնաց Ռուսաստան։ Նայ, վերի։
մենք պիտի հիմա դու ինչ որ գնահատում ես քո պատկերացումով ու դա քեզ դուր չի գալիս, ճիշտ է։ Ես էլ իմ պատկերացումով որ գնահատեմ, ինձ էլ կարա դուր չգա, բայց ի տարբերություն մեզ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է պետության ղեկավարը, ով տիրապետում է շատ ահռելի ծավալուն բաների, ինֆորմացիաների աշխարհում կատարվող։ Շնորհակալություն Մամել ջան, այդ սուպեր ֆունկցիայից օգտվելու համար։ Բանա պետական գործիչը, ինչպիսին նա լինում։ Պետական գործիչը շատ բաներ իր սրտով կարա չլինի, բայց ինքը պիտի անի։ Շատ բաներ կարա իր սրտով չլինի, բայց ինքը պիտի ասի։ Բաներ կա շատ լավ իմանալով, որ սենց է, ինքը նենց պիտի ասի։ Ու այսպես շարունակ, ոնց է սկաց, օրինակ, երբ որ Էրդողանի հետ գիրքը ձեռքը կանգնել նկարվում է Փաշինյանը, նենց իր սրտով էր այդ նկարում, ուշքը գնում էր Էրդողանի գիրքը վերցրել ձեռքը, Էրդողանի հետ նկարել, ոչ, պետական գործչի քայլ է դա, պետության համար, այո, դա դիվանագիտություն է, դա մոտեցում։ Այսօր Ռուսաստանը չենք կարող, մենք, նայեք, ոչ միայն մենք, աշխարհում օրինակ ռուս-ուկրաինական պատերազմը, չէ։ Դու գիտես ինչ աշխարհում կոնսենսուս կա, որպեսզի Ռուսաստանը վարի տան, չկա տենց բան, մոռացի, որովհետև Ռուսաստանը վարի տալով այնքան կիսատ կոնֆլիկտներ կա, որ կլինի, որ պարզապես չեն կարող կառավարել, քաոս կլինի, հասկանում ես։ Խնդիրը Ռուսաստանին ճնշել ու նորմալ կառուցողական դաշտ բերելն է։ Առնվազն եթե ավելի լավ կլինի, եթե վարչակազմը փոխվի իրենց համար։ Խնդիրը այլ տեղեր է դրված, հասկանում ես, որովհետև ամբողջ աշխարհն է օգտվում այդ տարածքից, այդ տարածքի հետ բաներից, այն որ սանկցիաներ են դրել Ռուսաստանի վրա, իրանք են չէ՞ դուժում։ Հիմա մենք ոչ թե Ռուսաստանի հետ թշնամանալու խնդիր ունենք, այո, իմ վերաբերմունքը բոլորը շատ լավ գիտեք։ Դա Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքն էլ բոլորիդ հասկանալի է։ Բայց որպես պետության ղեկավար չի կարա դա թույլ տա։ Հա, կարա հակադրվի, կարա երկաթ գծերի հարցով բան լինի, չգիտեմ, ռազմաբազայի, ատոմականի, մյուսի սակարկումներ, փոխադարձայեր եւ այլն։ Բայց չի կարա ասի ոչ բլոկի, չի կարա։ Նա նայեք քարտեզին նայեք։ Եվ այո, եղել դեղելով մարդը տանում է, ընդ որում քաղաքացիական պայմանագիրի հետ են կուսակցությունն է, որ ռեալ ասել է, որ ինքը բազմաբևեռ քաղաքական գործունեություն է ծավալում։ Խնդիրներ կան կլուծի, բայց միևնույն ժամանակ վարչապետը իր բերանով ասել է, որ ու շատ հետաքրքիր թեմա է դա, ես այդ ժամանակ այն առաջին ռեակցիաս եղել է, ասած մի պահ սենց եղա, հետո խորացը տեսա ինչքան դրա տակ իսկապես ճշմարտություն կա։ Երևի դա լուրջ քննարկումների արդյունքում են եկել այդ նախադասությանը, որ բանա անկախությունը բազմաթիվ երկրներից կախվածության մեջ է։ Անկախության գրավականը բազմաթիվ երկրներից կախվածության մեջ լինելն է։ Տես, առաջին այսքից ասես ոնց ախպեր։ Բայց այդ բազմաթիվ երկրներից երբ որ դու կախվածության մեջ ես եւ նաեւ բնականաբար քեզնից էլ քո պրոդուկտներից էլ կախվածություններ կան։ Կախվածություն ես չեմ ասում քաղաքական կախվածություն, խոսքը այդ բանի մասին է։ Դա երաշխավորություն է, որ քո մոտ տեկտոնիկ բաներ չեն սկսվի, որովհետեւ տարբեր որևիցե մեկի հետաքրքրության գոտում չի լինի քեզ վարի տալը, որովհետեւ փոխադարձ շահ կա։ Պետությունները այդպես են աշխատում իրար հետ, փոխադարձ շահերի հիման վրա։ Հիմա դու ինչքան շատ երկրների հետ ունենաս փոխադարձ շահեր, բնականաբար ունենում ես այդքան կախվածություն, չէ՞, որ ասենք մեկից այնես ներմուծում, մեկի մոտ այնես արտանում, սա կախվածություններ են։ Դու այդ հենց այդտեղ դու քո անվտանգության հարցն ես լուծում, ու անկախ ես մնում։ Իսկ այ օրինակ երբ որ մի հատ Ռուսաստանի հետ էր սա մեր ամեն ինչը կառուցած, մի հատ ամեն ինչը Ռուսաստանի հետ էր կառուցած, դա մենք հենց այդ պետության մի մասնիկն էինք։ Դրանից ավել բան կախվածություն գոյություն ունենալ չէր կարող։ Միտքը դրանում է կայանում, հասկանում եք։ Հիմա օրինակ Ադրբեջանից բերում ենք, չգիտեմ, նավթամթերք, Ադրբեջանով տանում ենք, արտահանում ենք ինչ-որ ուրիշ բաներ, սա փոխադարձ կախվածությունն է։ Հայ Ալեն Սիմոնյանը որ ասեց ու ասեց են մեր տոպոյ լրագրողները տես բան չէին լսել, էլի սուտ բան եղա, հա, այդ դրա մասին է, որ այո, փոխադարձ իրարից կախվածության մեջ են այդում։ Ադրբեջանը կլինի, Թուրքիան կլինի, Իրանը կլինի, ավելի լայն կոնտեքստում կլինի, փոխադարձ կախվածությունը նշանակում է հարաբերական հարաբերությունները, ինչը երաշխավորում է անվտանգությունը, սեստեն հենց։ Եթե պետությունը մի հատ ուրիշ պետության հետ համատեղ շահեր ունեն, որևիցե մեկին մյուսի ոչ թուլանալը, ոչ ռազմական գործողություն սկսելը ձեռ չի տալիս։ Անհրաժեշտությունը չկա դրա։ Չէ՞ որ պատերազմը ընդհանրապես ասած մեկի կամքով են մյուսի վրա կրակելը չի։ Դրա համար ստեղծվում են իրավիճակներ։ Եվ մենք կակրած 90-ականներից այդ իրավիճակը ստեղծվել, նո մենք չենք ստեղծել, Մոսկվան է ստեղծել ու ստեղծել էր այդ իրավիճակը։ Եվ մենք այդ կուտեկերեն մտել էինք այդ դաշտ։ Մեզ թվում էր այո դա հնարավոր է անել։
Եվ ես չեմ ասում, թե ամբողջովին սխալ էր Արցախյան շարժում սկսել է մյուս ոչ, պարզապես երևի կային սխալ մեկնաբանություններ, երևի կային որոշակի բաներ, որ այլ ձև կարելի էր անել, բայց հետո հետագայում դիվանագիտական բլոկում ազնիվ էր պետք լինել ժողովրդի համար, հետո նպատակը կորցրեցին եւ այլն եւ այլն, եւ դիտավորյալ, որովհետեւ բոլորը եղել են դրածոններ ու վերջ։ Իսկ դրածոն, ով իրեն դրել է, դրա կամքով շարժվելու է։ Էն որպեսի պայի, ասելու է այդտեղ ինչ անօրինականություն ուզում եք արեք, բամա, մենակ ժողովրդին չանեք ոտի։ Ինչ անում եք, նենց արեք ժողովրդը ոտի չելվի։ Մնացածը ինձ հետաքրքիր չի։ Ու այդ կոռուպցիոն գործարքների մեջ բոլորը շահել են բնականաբար բացի ժողովրդից։ Ժողովրդի մեծ մասը արտագաղթեց, սպիտակ ցեղասպանության ենթարկվեց նույն Քոչարյան Ռոբերտի օրոք, ամենաշատը արդեն հեշտ էր հարցը լուծելը, դե միանանք Ռուսաստանին պրծնենք, էլի հիշում եք այդ խոսակցությունները եղել են, չէ՞։ Այդ խոսակցությունները եղել են։ Լսել ենք բոլորս, չէ՞ դա։ Բայց ինչի՞ պրծնենք։ Այդ նույն արտահայտությունն է, ոնց որ հիմա ասում են երկիր էս վիճակից անենք, ո՞ր վիճակից անենք։ Ո՞ր վիճակ, ինչ վիճակա, որ ինչից եք ուզում անել։ Երկիրը բերել դրել էիք մի հատ այնպեսի վիճակի մեջ, որ հազիվ այս մարդիկ են անում։ Բռնել ես ձեռը, բանը, գողությունը ձեռը բռնել ես, ասում քաղաքական հետապնդում է։ Այսինքն եթե իրանք ու գիտեք ինչ որ ինձ թվում է, այստեղ իրանք ազնիվ են ու մաքսիմում ցույց են տալիս իրանք պատկերացումը քաղաքականության մասին։ Ասենք իրանք քաղաքականությամբ զբաղվել, օրինակ Ծառուկյանը կուսակցությունը ստեղծել է օգուտ ունենալու համար։ Ոչ թե քաղաքական չգիտես ինչ հարցեր լուծելու համար, հանուն պետության, ժողովրդի, Հայաստանի, բան չէ, այլ հարցերի համար։ Ու իրանք այդպես են պատկերացնում քաղաքականությունը, շուլերությունն են, իրանք պատկերացնում քաղաքականությունը դա շուլերությունն է, գործիք է, որ դու կարողանաս ինչ-որ մի բան անես, սանսնի։ Որովհետև դա նշանակում է կապեր, երբ որ դու ազգային ժողովում ես, դա նշանակում է, չգիտեմ, հարաբերություններ, տալարներ, պայմանավորվածություններ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ասենք հիմա մենք բոլորով որ փողոցով քայլենք, որքան է հավանականությունը, որ միամիտ կտեսնենք փողոցով քայլող, չգիտեմ, պետ եկամուտների կոմիտեի ղեկավարին, ու կկարողանանք մոտենալ մի հատ հարց տալ ու ինքնուրույն տես կֆիքսի։ Համարյա 0-ին մոտիկ թիվ է, չէ՞ դա դա։ Դե մի պատկերացրեք առնվազն ամիսը 1-2 անգամ, երբ որ դու падգամավոր ես, դու տեսնում ես այդ նույն ղեկավարին։ Ու մինչև ազգային ժողովի դահլիճ մտնելը կամ դահլիճից դուրս գալուց կուլիսներում էլ երկու բար փոխանակում ես։ Ուրիկը քեզ անցնում է որպես նույնպես քաշ ունեցող մեկը։ Ու չի մոռանում քո ասածը։ Սա հնարավորությունները։ Ու իրանք զբաղվել են քաղաքականությունով այս հնարավորություններից օգտվելու համար, ոչ թե պետության համար մի բան անելու։ Սա ակնհայտ է։ Հիմա սրանց մի պատ թվացել է, որ երկրում անտելու դուրս վիճակը, արականը մի բաների բերենք հին դիրքին, էլի։ Հետո տեսել են չի լինում, դուք ինչ մտածում եք, թե այն որ Ծառուկյանը գնում էր դեմը փագեցին, է։ Ու ցած բանար, ցած յանի ինչի են բանալ, ինչի էր գնում։ Որովհետև այդ նույն քնչականում էլ կան մարդիկ, որ արտահոսք են տալիս, որ ախտերն են գործաբանարում կարող է հետևից գա։ Դատախազությունում էլ կա բոլոր պետական կառույցներում, հանրապետականներն էլ, դաշնակներն էլ, բաներն էլ, ԲՀԿ-ն էլ, մյուսներն էլ ունեն իրենց մարդիկ։ Ումոնց միջոցով որոշակի տվյալներ են ունենում եւ կառուցում են իրենց հետագա գործունեությունը։ Բայց Ծառուկյանը հետ ոնց մեկ էլ հանգարց որոշեց Նոյան տապան կառույցի մտնի քաղաքական դաշտ։ Գնելու մետ ում հետ, մի հատ ուրիշ լրտեսի հետ։ Ոսմա էծի համար լավը, քան մի սուրում ոչխարը, չէ։ Բայց փրկվելու համար։ Ինչ որ բա ուր են այդ Անդրանիկ Թևանյանի համար միտինգ անողները, մենակ ֆոն դեր Լայանի մոտ միտինգ արեցին։ Բա ասենք օրինակ ֆոն դեր Լայանի մոտ խի միտինգ արեցին։ Այդ ինչ հանկարծ հասկացան, որ արևմտյան արժեքները մի քիչ ուրիշ են։ Ու գնացեք բանը Մինսկի դատարանի դեմը միտինգ արեք։ Հա, հետո ես չեմ ուզում այդպես գոհ կապեմ, դուք գիտեք, ես այդպես բաներ չեմ սիրում, բայց Հարուն անկեղծա եւս մեկ անգամ ասեմ, դրա մասին շատ եմ խոսել, որ ասում են, դե Փաշինյանը թույլ է, այդ մարդիկ ովքեր որ ասում են թույլ է, ամենայն հարգանքով, բայց իմ մոտ միշտ տպավորություն է, որ իրանք ուժեղ լինելու մասին լրիվ ուրիշ պատկերացումներ լինեն, ասենք որ նա կոչվում ուժեղ, որ նա կոչվում թույլը կներեք, կասելը մտեք սաղդ մասնակցեք, հետո մետ կհացնի կելնի, թույլը կխփի, պրոստը կխփի ու կվերացնի։ Այ խփել վերացնելը թույլ մարդու գործ է, որովհետև խոսելու բան չունի, անելիք չունի։ Որպեսզի այդ վտանգը չեզոքացնի, պիտի խփի։ Դա վախկոտ մարդու գործ է։ Ես այսպես եմ դա մեկնաբանում։ Խաչատուժախը
Հիմա ես մի հատ ուրիշ բան էլ կա, էլի հետն եմ ուզում։ Այսօր ես Նարեկից չեմ ուզում անդրադառնալ, շատ խնդալու է նրա սրանք լուծեմ ասում։ Գնալով սկսում խղճել է։ Ուրեմն, եկեք մի երկու բառ գանք այս Արցախի թեմայով, էլի։ Ուրեմն աչքովս մի քանի օր առաջ եկա, բանի տեղ չդրեցի, բաներ, Արցախի ազգային ժողովի նախագահան հրաժարական է տալիս։ Ասի լավ, ասնենք ոնց որ ձենձուն չկա, ուրիշ տեղեր չնկատեցի։ Արա մեկ էլ աչքս ընկավ Ալյոշա Գաբրիելյան։ Ասում վտանգված է Արցախի հանրապետության ապագայի Արցախահայության Արցախ հավաքական վերադարձի հնարավորությունը։ Արցախի նախագահի պարտականությունները կատարող Արցախի հանրապետության ազգային ժողովի նախագահի հրաժարականը անպատասխանատու քայլ է վիրավորող արցախցիներին, այսպես Facebook-յան էջում գրել է Արցախիաժանական պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։ Դրանով իսկ վտանգված է Արցախի հանրապետության ապագայի Արցախահայության Արցախ հավաքական վերադարձի հնարավորությունը։ Արցախի հանրապետության միակ մնացած լեգիտիմ իշխանությունը ազգային ժողովը պարտադիր պետք է լուծում տա հարցին գրել է։ Այսօր այս տեսակի մասին ես անկեղծ գրառում եմ, էլի արել։ Այ այս սա նույն տեսակն է։ Մեծ հարց տամ էլի։ Արցախահայության Արցախ հավաքական վերադարձի ծրագիր ունեք դուք։ Հա, ո՞րն է այդ ծրագիրը։ Խեք Արցախահայությանը բզում անընդհատ։ Դուք ինչքան եք ատում Արցախահայությանը։ Դուք ատում ու զզվում եք Արցախահայությունից։ Չեք թողնում այդ մարդիկ կենտրոնանան ապրեն։ Դուք շատ լավ գիտեք, որ նման բան չկա։ Բայց դուք դա անընդհատ բերում եք քաղաքական դաշտ, այս քաղաքական գաստրոլյորներին էլ ձեն եք փախցնում նրանց համար։ Ու ես ինչեր եք խոսում, այդ մարդկանց էլ դնելով ծանր հուզական վիճակի մեջ։ Ես ինչ խոսույթ եմ։ Դա ծրագիր կա, եթե կա ու ուրիշ։ Այդ բերեք քննարկենք, դրանք ինչ առաջարկ կա, ոնց անենք, որ այդպես լինի, որովհետև եթե ձեզ թվում է, թե ես չէի ցանկանա, սխալվում եք։ Բայց ախր սաղդ կապիկություն եք անում, սաղդ եք կապիկություն անում։ Փողով հայրենիք սիրողներ եք, շահով հայրենիք սիրողներ, պետություն հարգողներ։ Զզվելի է, գիտեք, այս ամեն ինչը տեսնել այնքան զզվելի է։ Առավել եւս, երբ որ խորքային հասկանում ես, որտեղ ինչ է կատարվում։ Զգում ես, որ սկսես մեկնաբանել կարող է կուլտուրնի չստացվի։ Ամեն դեպքում, հա, նայեք, այդ Ռուսաստանն այցը պետք է, ոնց պետք չէ։ Իմիջայլոց դրա մասին վարչապետը բանի ժամանակ, Կարոզ Արշավի ժամանակ էլ է ասել, բանը չեպազրույցների ժամանակ ասել է։ Նախ ասել է, որ գնալու է, հետո ասել է, որ կարգավորման մասով պիտի բաներ լինեն, խոսանք եւ այլն, կկարգավորվի, խոստումներ է տվել այդ մարդը։ Բա ուր գնա որ այդ խոստումները կատարվի։ Լավ, քանի որ կան էլի հարցեր, ընդհանուր առմամբ սա էր, այսօր չեմ ուզում ուրիշ թեմաներ էլ բանանենք, շոշափենք, չնայած կային, բայց Ծառուկյանի հատվածներ, ասի այդպես մեր կարծիքը ասենք անցնի, իմիջայլոց ինչ շատ դուր եկավ բանը, գործնական մոտեցումը, որովհետև եթե կհիշեք 18 թվականին նույնպես ԱԱԾ-ն գնացել էր Ծառուկյանից տուն, հիշում եք Ծառուկյանը իրավ ոնց էր պահում, ոնց որ իրավիճակի տերը ինքը լիներ, ու չեք հիշում այդ կադրերը չեք տեսել, որ ԱԱԾ-ն գնացել էր Ծառուկյանը պատասխանել է բանը, ծս բաներ էր անում, իսկ այսօր խելոք, սիրուն, ընկան ճանապարհ, հա շատ խեղճ է Վարդան ջան, թե խեղճ է, որ պետությունից միլիոններով խապ է տարել, շատ խեղճ է, շատ չափազանց։ Ոայ Վարդան, ասма խեղճ։ Տեսնենք կալանքի որոշմանը սպասենք, երևի վաղը, հա, կացանետի 48 ժամ էր, թե ինչ էր 72 էր, ինչ էր։ Մենակ էլի չասեն, դե մեզ չի խանգարում, թող գնա տունը խելոք նստի։ Բրասլետը գցեն ոտին, այդ տունն էլ ընկան ունես տարածքա, որ
Այդպես ժողովուրդ ջան, եկեք այսքանով լավ եզրափակենք, արձանագրեցինք։ Եթե հարցեր կան, կարող ենք sense բանով խոսել, ինտերակտիվ մի երկու բառ զրուցել, ինչ թեմաների կարելի է անդրադառնալ կամ ձեր դիտարկումները, կարծիքները։ Եթե չէ, կարող ենք եթերը փակել, գնալ գոնե խաղի շարունակությունը նայել։ Գնել ջան, շատ անհանգիստ ենք վարչապետի Ռուսաստան գնալու համար ախորհուրդներ։ Չէ, հանգիստ եղեք, ագի ջան, հանգիստ եղեք։ Իհարկե, նոր դրա մասին խոսում ենք իմիջայլոց, այդպես սկանդալների Ռուսաստանը հիմա այն վիճակում չէ, էլի պատկերացնում եք, դա ինչ սկանդալի մասին է խոսքը։ Ինչ սկանդալի մասին է խոսքը։ Ու նենց էլ չի, որ դրանով իրանք կարան ստեղ հարց լուծեն։ Հա, ուրիշ բան, վստահ լինեն, որ դրանով ստեղ ինչ-որ հարց կլուծեն, ուրիշ բան, բայց չեն կարող լուծեն, էլի այդ է խնդիրը։ Ու ինչքան ա եղել, չէ, որ բոլորս էլ անհանգստացել ենք այն սկզբի ժամանակները вообще 20 նոյեմբերի 9-ից հետո ինչքան է լինում, նստած սպասում ենք, արա հետ գալ որ քնենք։ Կենթանիների մասով այդքան ասում չես պատասխանում եւ կազինոներից գնել կոնկրետ տոտո գիտես ոնց խափում է ու կֆրով Գարիկ ջան, արի կֆրով մի գրի ստեղ Մենակ տոտոն չի խափում, այո, տոտոն էլ է խափում, բոլորն են խափում են, իհարկե խափում են։ Բայց եթե ինչ-որ կոնկրետ բաներ կան, կարելի է այդ թեմայով խոսել։ Ինչ լավ արեցին կենթանիներին տարել։ Դե հələ տեսնենք ինչ կստացվի, ես հա այդ տեսարանը իմ համար էլ շատ բան էր։ Սկսվեց։ Մարդիկ տարբերակ գնում։ Չհասկացա ինչ ես ասում։ Կենթանաբանական այգում իսկապես պայմանները շատ լավն են, ես չէ եղել, այս տարի եղա, հունիսի 1-ին չէ, ոնց որ գնացինք, աղջկաս հետ, աղրիտը բաց չթողեցի, ու այնքան վաղուց չէ եղել, գնացի, որ ես իրանից շատ էի ոգևորվել, որովհետև տեսել էի, թե ինչից է ինչ դարձել, էլի, ու այդ իմաստով այո շատ լավ։ Առաջին։ Լավ, ժողովուրդ ջան, երևի եզրափակենք, որտեվ սոս նայում եմ բոլորս անհամբեր ենք խաղը նայելով, դե վաղը կխոսենք, վաղը ավելի կարևոր բաներ կխոսենք, այս թեման արանք ընկավ, դրա համար չեմ ուզում խառնեմ այլ թեմաների հետ, այսի սենց առանձին թող մնա, իսկ վաղը էլի կխոսենք արդեն ոչ թե կխոսենք, մի երկու գործողություններ միասին կփորձենք անենք, տեսնենք ինչ կստացվի։ Լավ եք, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ եթեր այս ժամին դիտելու եւ տարածելու համար, բարի գիշեր ձեզ։